Այն ինչ կատարում է Գագիկ Ծառուկյանի հետ, դա գործողություն է, որի հիմնական նպատակն է փորձել ջարդել պայմանական ընդդիմությանը եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ հասարակության արձագանքը, որովհետեւ Ժորժ ջան, ստե միայն Ծառուկյանի խնդիրը չի, սա բոլորի խնդիրն է, նույնիսկ այն մարդկանց, ովքեր այսօր միգուցե սենց ասենք, չեն համակրում օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, բայց անդիմադիր հայացքներ ունեն, բոլորին ասա վերաբերում։ Նախընտրական շրջանում Փաշինյանն հայտարարում է, որ կնստացնեն բոլորին, ոնց կսարքեն բոլորին, այսինքն այս սպասելի գործողություն չի ունեն դեպքում։ Չէ, ես մի անգամից ասեմ, սա անակնկալ չի, ես ձեզ վստահեցնում եմ, սա անակնկալ չի ոչ Գագիկ Ծառուկյանի համար, ոչ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների, ոչ էլ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով ունի նվազագույնը տրամաբանություն։ Բա ինչ պետք է անեն, բա իհարկե իրեն գործում են լրիվ հակապետական եւ հակահայկական տրամաբանության ներքո։ Հարց, այդ ինչ արե Ծառուկյանը, հա, որ որոշել են սենց առավոտ 7-ին ավտոմատավորներով, քիչ ամնում ուղաթիռներով իջնեն, չգիտեմ ինչ արե։ Դա շատ հետաքրքիր է, էլի։ Ինչ արե։ Բանը ասես որ վտանգավոր հանցագործների դեպքում են այսպիսի դիմակավորված եւ զենքերով զալիս։ Կամ ինչ-որ շոու անելու համար։ Այսինքն մարդուն, ով առավոտից երեկո խոսում էր հանրային համերաշխության մասին, խոսում էր Հայաստանի Հանրապետության շահերի մասին, խոսում էր, որ պետք է դուրս գալ այս շրջանակից իրար խժռելու ատելու, ինքը տենց որակավորում է որպես բան, հա, հանցագործ։ Ես կարծում եմ հանցագործների որակավորումը մի քիչ այլ է, հա, եւ այստեղ այո շատ ճիշտ հարց եք տալիս, ինչ ասեմ, ըստ էության ունենք մի իրավիճակ, ֆիքսում ենք Հայաստանի Հանրապետություն չի աշխատում, սահմանադրություն չի աշխատում, ոչ մի բան ընդհանրապես։ Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը ինքը այնքանով էր կարևոր, որ եկեք ֆիքսենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հրաժարվեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հրաժարվեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Իսկ այս ամենը արդեն ացանցիալն է այդ ամբողջ գլոբալ գործընթացի։ Երբ որ ասում եք նպատակ ամբողջ ընդդիմությանը կողքրաջարդել, կարծում եք, որ սա տեղի է ունենալու մեր բոլոր ընդդիմադիրների։ Ես չեմ կարող ասել անվանական մարդկանց մասին խոսել, բայց կարող եմ ասել հետևյալը. այն տրամաբանությունը, որին մենք ականատես ենք այսօր, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայերի, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության օգտին, ջարդում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, սա է, մնացածը ոնց Դուք պատասխանեցիք ձեր հարցով, հենց ձեր հարցին։ Բա հաղթող մարդը սենց կանի, ում է ինքը հաղթե, ում ժողովրդին է հաղթե, հասկանում եք, սա պետք է շատ հստակ հասկանալ, ում են իրանք հաղթել, հայ ժողովրդին։